Աշխարհի բնակչության մոտ 10%-ը ունի երիկամի քրոնիկ հիվանդություն։ Շատ դեպքերում այն զարգանում է առանց ախտանիշի։ Լուռ օրգանները երիկամները հաճախ իրենց մասին հիշեցնում են արդեն երիկամային անբավարարության փուլում։ Կարող են լինել որոշ գանգատներ կոնկրետ հիվանդությունների ժամանակ, որոնց դեպքում կարող է դիտվել օրինակ արյունամիզություն կամ փրփրոտ մեզի առկայություն, սուր գոտկային շրջանի ցավեր, միզաքարային հիվանդությամբ պայմանավորված կամ սուր երիկամային անբավարարությամբ պայմանավորված Այս դեպքում ունենում ենք որոշակի սպეციფიկ գանգատներ, բայց քրոնիկ երիկամային անբավարարությանը ընդհուպ մինչև տերմինալ շրջան պացիենտը կարող է չունենալ խիստ արտահայտված գանգատներ, որպեսզի գնա եւ դիմի բժշկի։ Երիկամային անբավարարությունը ընթանում է 5 փուլով։ Վերջին 5-րդ փուլում անհրաժեշտ է լինում երիկամի փոխարինող թերապիա, հեմոդիալիզ կամ փոխպատվաստում։ Մեր երկրում ծրագրային հեմոդիալիզ ստացող բուժառուների թիվը գերազանցում է 1000-ը։ Դա շարունակական բուժում է, որը ենթադրում է, որ պացիենտը շաբաթը 3 անգամ հաճախում է հիվանդանոց, ստանում է ծրագրային հեմոդիալիզի սեանսը, որի ընթացքում օրգանիզմից հեռանում են շլակները, նյութափոխանակության արգասիքները, որոնք չեն հեռացում օրգանիզմից, որովհետև երիկամները չեն աշխատում։ Այս պահին մեր կենտրոնում մենք ունենք մոտավորապես 80 հիվանդ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, եւ բարեբախտաբար ընդամենը 7 երեխա անչափահաս եւ ես կարող եմ ասել, որ մեր կենտրոնը միակ կենտրոնն է, որը ապահովում է ծրագրային հեմոդիալիզով անչափահաս երեխաներին։ Հայաստանի քաղաքացիների համար ծրագրային հեմոդիալիզի թերապիան անվճար է։ Նախ պետք է կյանքի ընթացքում շատ ուշադիր լինել երիկամային հիվանդություններին, նույն զարկերակային ճնշմանը, շաքարային դիաբետին, որոնք վեր են հետագա բարդությունների, երիկամային բարդությունների։ Երիկամի փոխպատվաստումը ամբողջ աշխարհում համարվում է երիկամային անբավարարության բուժման ամենաարդյունավետ մեթոդը։ Մինչ այժմ մեր կենտրոնում իրականացվել է մոտավորապես 300 երիկամի փոխպատվաստումներ լավ արդյունքներով եւ տարեկան Հայաստանում իրականացնում է մոտավորապես 23-24 երիկամի փոխպատվաստում։ Երիկամային խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ։ Կարևոր է խուսափել երիկամը վնասող դեղորայքների օգտագործումից, որոնց մեջ մտնում են ամենատարածված հատկապես Հայաստանում շատ են կիրառում ցավազրկող դեղորայքներ, որոնք գլխացավերի, հոդացավերի համար առանց բժշկի ցուցման օգտագործումը կարող է բերել երիկամային անբավարարության, հակաբիոտիկների օգտագործումը առանց բժշկի ցուցման, այսինքն հաճախակի երիկամ վնասող դեղորայքի օգտագործումը կարող է բերել երիկամային լուրջ խնդիրների, ընդհանուր մինչև տերմինալ երիկամային անբավարարություն։ Կարևոր է նաև հետևել քաշին, զարկերակային ճնշմանը եւ ժառանգական գործոններին։ Նարայ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։